Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի Արտավազդ-Քիշոյան, Զորավար-Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ջրահեռացման և ոռոգման համար նախատեսված համակարգ է կառուցվում։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերին և առաջիկայում կավարտվեն։ Շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողության լիցենզավորված կազմակերպությունները գնման գործընթացի ընթացքում պայմանագրային հիմունքներով կատարում են ընթացիկ վերահսկողություն։ Բացի դա, համայնքապետարանի կողմից գրեթե ամենօրյա վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքների որակի, ընթացքի և դրանք ժամանակին ավարտին հասցնելու վերաբերյալ։ Տեղադրվելու են 460 մետր երկարությամբ երկաթբետոնյա վաքեր ու անցումային պողպատյա խողովակներ։ Արտավազդ-Քիշոյան փողոցում համակարգը ծառայելու է ոռոգմանը, իսկ Զորավար-Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգմանը զուգահեռ նաև ջրահեռացմանը։ Այս ջուրը լսվում է հայատները, այս տոնտերը, սողոմարը, este չկորցե կարտոշկացանա։ Այդ մարդը տով աղոբրում։ Այս օրը վարիսի սորքեն, կոնեկը չորնա մեքիչ, այդ մարդն էլ կօգտվի այդ բանից։ Մնացած տերանքն էլ էլի նույն վիճակն է։ Ծրագրի իրագործմամբ Սարուխանում շուրջ 200 տնտեսություններ հնարավորություն կունենան ոռոգելու ավելի քան 50 հեկտար տնամերձ հողամաս։ Համակարգի միջոցով ջուրն արդեն առանց կորուստների կհասնի հողագործին։ Ժողովուրդը կալիմին ձեռքով խորին լրի մոքրումին ջուրին տոնում։ Այս տոնք լրի այս կոլոդները նստերա, էլ ջուր չի թումա։ Էդի վարտնեն կոնե մի բան էլի լավ կլինի։ Ամեն ժողովուրդը կօգտվեն, ամեն ընդի ժողովուրդը կօգտվեն սրանից։ Սարուխանի ոռոգման ջրահեռացման համակարգը կառուցվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Պետբյուջեից ներդրումը 75% է, իսկ համայնքային բյուջեից 25%։ Ծրագրի արժեքը 14 միլիոն 500 հազար դրամ է։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։